Հանդիպել են հայ բիզնեսմեններն ու թուրք բիզնեսմենները հունիսի 2-ին Կարսում։ Պարզվում է, ավարտվել են ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերը, բայց չի բացվելու մարգարայի կամուրջը, չի լինելու միլիարդների արտահանում Հայաստանից Թուրքիա, այլ պարզապես Երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես Հայաստան կամ Թուրքիա։ Իշխանությունը սա որպես ուղիղ առևտուր է ձևակերպում Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Ուղիղ առևտուր տերմինը սակայն կիրառելի կլիներ, եթե օրինակ բացված լիներ Գյումրի-Կարս երկաթուղին։ Առևտուրը ինչպես տասնյակ տարիներ, այնպես էլ հիմա շարունակվելու է Վրաստանի տարածքով։ Եվ եթե նախկինում Թուրքիայից կամ Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքներ չէին գրանցվում, հիմա պարզապես գրանցվելու են։ Թուրքիայի պետությունը, կառավարությունը իր վիճակագրությունում պաշտոնական ցույց չէր տալիս առևտուր Հայաստանի հետ, հաճախ գրում էր 0, որովհետև նա համարում էր, որ դրանք Հայաստան չգնացող են կամ դիտակայել ցույց չէր տալիս, չնայած իրենք գիտեին։ Եվ մեր ծավալները 300 միլիոն, 330 միլիոն, նախկինում 250 միլիոն դոլար, այդպիսի մեծ թվերով եղել են եւ հիմա էլ կա։ Շշալցված ջուր, միրգ, ծխախոտ արտադրող, շինարարության, զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներն են փակ հանդիպմանը մասնակցել, քննարկել ապագա գործակցության հեռանկարները, կոնկրետ ընկերությունների անունները չեն հստակեցվել։ Որ դա ձևաչափը փակ ա եղել եւ այլն, դա ընդամենը մեկ բանի մասին ա վկայում, որ գետնի վրա շոշափելի դրական արդյունքներ չկան։ Դուք թուրք եւ հայ գործարարների հանդիպումը դիտարկեք նույն տրամաբանության մեջ, որում եղել է հանդիպումը հայ գործարարների հետ Շահին Մուստաֆայևի, Ադրբեջանի փոխվարչապետին։ Այս մարդիկ Եվրամիության անդամակցության մասին խոսակցությունների ներքո մեր տնտեսությունը տանում են հանձնել թուրքական աշխարհին։ Իսկ վտանգը միայն միրգ բանջարեղենի շուկայի գլխին չի կախված։ Երբ հանդիպում են շինարարության, զբոսաշրջության եւ տնտեսության խոշոր այլ ոլորտների ներկայացուցիչները, դա մեկ բան է նշանակում։ Քննարկման առանցքում միայն լոլիկն ու վարունգը չեն եղել։ Վտանգը տնտեսական շուկայի գրավումն է, ֆինանսական ներդրումներից մինչև շինարարություն, զգուշացնում է տնտեսագետը։ Կարող է ասենք թուրքական բիզնեսը մխրճվել շինարարության մեջ, որտեղ շինարարական ընկերությունները շատ ուժեղ են թուրքական եւ Թուրքիան նաեւ շինանյութեր արտադրող պետություն է, կարող է նյութերով գալ եւ իր բրիգադներով, իր տեխնոլոգիաներով իրենք ավելի հաջող են։ Այս դրանից պետք է վախենալ։ Թեև Հայաստանի օրենսդրությամբ արգելված է թուրքական ընկերությունների կողմից Հայաստանի տարածքում անշարժ գույքի ձեռքբերումը, բայց տնտեսության ազատականացման դեպքում ՍՊԸ-ների գրանցումը շատ ավելի հասանելի կդառնա։ Եթե օրենսդրական փոփոխություն չլինի, հետևանքները անվտանգային են լինելու։ Պատկերացրեք, ասենք մի հատ թուրքական բրոկերական ընկերություն գա, մի հատ ամբողջ բնակելի շենք առնի, ընդհանրապես թե 2-3 միլիոն դոլար տա առնի, թեկուզ Թուրքիայի կառավարության աջակցությամբ, չեմ թաքցնում։ Եվ հետո այդ 50 բնակարանները օրինակի համար վաճառի իր ուզած ազգերին։ Ինչ տեղի կունենա, ու այդպես սկսվի process-ներ։ Դա էլ է բնակեցման կամ սեփականության ձև, որը որ դու պետությունը սկսում ես գրավել։ Հեռավոր 2008-ին էին առաջին անգամ հանդիպել հայ եւ թուրք գործարարները։ Հանդիպման արդյունքում միասին կովկասյան պանիր էին արտադրում վրացի, ադրբեջանցի եւ Լեռնային Ղարաբաղի պանրագործների հետ։ Հիմա ոչ պանիրը կա, ոչ էլ պանրի շուրջ ձևավորված գործակցությունը։ Զրուցակիցների պատմամբ գործող իշխանության միակ ձեռքբերումն այս process-ում լինելու է Հայաստան մակնշումը։ Սեդա Կյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։